Ավտոմեքենայից հանել են, տապալել գետնին, առանց որևէ բառ ասելու ձեռքերը շղթայել, տարել քնչական ու նոր միայն այնտեղ հայտնել, թե ինչու են այդպես վարվել։ Երեկ իր հետ կատարվածի մասին գործընկերներին սա է պատմել ֆեյսբուքյան գրառման համար Վարդաշենի բանտում կալանավորի կարգավիճակում հայտնված փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Առանց ոչ մի դիմադրության, առանց ոչ մի բառ խոսելու Կոչուբաևը, սակայն նրանք ուժ են կիրառում անհարկի, անհիմն։ Կոչուբաևը փաստաբան Արայիկ Ներսիսյանին պատմել է, որ Բագրատ arczepiskopos Գալստանյանի ու մյուսների գործով երեկվա դատական նիստից հետո է ՆԱԱՑ դիմակավորված աշխատակիցները շրջապատել իր ավտոմեքենան։ Իրականացված հերթական շոու եւ հանձամբ Կոչուբաևի նկատմամբ, ասինքն նրա համբավը արատավորելու նպատակ էր հետապնդում ըստ ինձ, եւ սա ընդհանուր առմամբ ես կգնահատեի որպես նաեւ փաստաբանական համայնքին ուղղված ինչ որ ճնշման փորձ հետագայում նաեւ ցույց տալու, որ փաստաբաններ տեսեք որևէ ազատ խոսքի դեպքում կարող է այսպես լինել։ Ընդդիմադիրների շահերը ներկայացնող Կոչուբաևին քնչականը մեղադրում է իր ֆեյսբուքյան գրառմամբ դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նրանց շահերին վնաս պատճառող, մասնագիտական գործունեության հետ կապված տեղեկություն հրապարակելու հոդվածով։ Գիշերը դատարանը բավարարել է քնչականի միջնորդությունն ու 2 ամսով կալանավորել փաստաբանին։ Նախորդին Կոչուբաևը կոշտ բառերով քննադատել էր եւս մեկ բարձրաստիճան հոգեվորականի Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի կալանավորումը, քննիչներին, դատախազներին ու դատավորներին անվանել վիժվածքներ, հոգին սատանային վաճառածներ, շանտղաներ։ Վիրավորական բառապաշարով ուղեկցվող նրա գրառումն են իրավապահները որակել օրենքի խախտում, արատավոր տեղեկություններ քննիչների, դատախազների, դատավորների հասցեին։ Ընդգծում է փաստաբան Ներսիսյանն ու հավելում. սա վիրավորանք է, որն ապա քրեականացված է, սա հանցագործություն չէ։ Դա զուտ գնահատական է եղել, դա արատավոր տեղեկություններ տարածել չի, մենք չենք կարող դա այդպես որակել։ Կոչուբաևին նման կերպ ձերբակալելու ու գրառման համար մեղադրանք առաջադրելու փաստը քննադատել են նրա գործընկերները, իրավապաշտպանները։ Այս վայրագ մոտեցումը, այս ինչ ասեմ, բանդիտիզմի որակի մոտեցումը, ասենք աննախադեպ է այս երկրում ինչի համար, գրառման համար։ Եթե համեմատենք Կոչուբաևի գրառումը Նիկոլ Փաշինյանի փողոցային բառապաշարի հետ, ապա համեմատության եզրեր անգամ չկան, թե ինչ ենք մենք լսել Նիկոլ Փաշինյանից եւ ինչ գրառում է արել Կոչուբաևը։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գնահատմամբ Կոչուբաևի գրառումը համեմատելի չէ վարչապետ Փաշինյանի ու նրա թիմակիցների բառապաշարի հետ։ Մեր երկրին սպառնացող ամենաապիկար վտանգները բխում են դատական համակարգից։ Ինչը չի նշանակում, որ Հայաստանի բոլոր դատավորները պատերի տակ վնգստացողներ են, բայց որ կան այդպիսի դատավորներ եւ նրանց մի մասի անունը հայտնի է հանրությանը, կարծում եմ ակնհայտ է։ Որևէ մեկը չփորձի նախկին կլինի, ներկա կլինի, որ ասենք հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել է, հիմա մտածի թե կարա թպրտա, կտանք պատերով կպարկացնենք ասֆալտին։ Իրավապաշտպանի կարծիքով Կոչուբաևի շուրջ տեղի ունեցողի պատճառը Բագրատ Սրբազանի քրեական գործն է։ Հիշում է, թե այս գործի մասին հայտնի դառնալուց հետո ինչպես էին իշխանականներն իրենց գրառումներում թիրախավորում նաև փաստաբաններին։ Ու ինչով է տարբերվում Ռոբից, այն մյուսներից, ինչով է տարբերվում։ Սա ինչ նույն ձևի էլի կա այսպես եւ որ գցում են մարդուն, ստորացնում են գետնին այդ ուժային կառույցները, այդ այսպես փորձում են պատժել, ստորացնել։ Սա Նիկոլ Փաշինյանի ձևն է։ Փաստաբանների պալատի նախագահն ու մարդու իրավունքների պաշտպաններ են անդրադարձել երեկվա ձերբակալությանը։ Գործընկերոջը իր իսկ խոսքերով ասֆալտին փռելը քննադատում է Սիմոն Բաբայանը, շեշտում նման եղանակով անհամաչափ ուժի կիրառությունը քաղաքացու հատկապես փաստաբանի նկատմամբ դառնում է պատժիչ գործիք։ Մարդու իրավունքների պաշտպանն իր տեքստում փաստաբանին ձերբակալելու ձևը չի դատապարտում։ Փոխարենն Անահիտ Մանասյանը խնդիր է համարում մեջբերում ոչ իրավաչափ հրապարակային խոսքի օգտագործումը, մեջբերման ավարտ։ Միաժամանակ անթույլատրելի է համարում խոսքի համար իրականացվող քրեական հետապնդումները։ Դա այն պայմաններում, երբ հանրությանը չի ներկայացվում պատշաճ տեղեկատվություն, թե ինչու է կոնկրետ դեպքում խոսքը հատել նման ծանր հանրային վտանգավորության շեմն ու ինչու անձին պետք է զրկել ազատությունից։ Գրում է պաշտպանն ու ընդգծում կալանքի կիրառման խնդիր կա։ Կոչուբաևը մի շարք ընդդիմադիրների շահեր է ներկայացնում։ Այսօր ի պաշտպանություն նրա անժամկետ գործադուլ է սկսել փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Գործադուլի կոչեր են հնչեցնում նաև այլ փաստաբաններ։